Նինոսմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց մասնագիտական հանրային ծառայողի սակարկման հանրստիպյա ցուցակի հաստատման պաշտոնադրույքի չափի սահմանման մասին զեկուցող Խորեն Ավետիսյան։ Հարց երկրորդ. Նինոսմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի կանոնադրության հաստատման մասին Նինոսմինդայի մունիցիպալիտետի ավականու 2018 թվականի մարտի 30-ի համար 29 որոշման մեջ փոփոխություն մտցնելու վերաբերյալ զեկուցող Խորեն Ավետիսյան։ Այսօր Նինոսմինդայի մունիցիպալիտետի ավականու նիստերի դահլիճում կայացավ ավականու հերթական նիստը։ Նիստը վարեց մունիցիպալիտետի ավականու նախագահ Վահան Արոյանը։ Նիստի ավականու անդամներից բացի ներկա էին քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը, քաղաքապետարանի իրավաբանական ծառայության պետ Խորեն Ավետիսյանը, ֆինանսա-բյուջետային ծառայության պետ Աղվան Բադոյանը եւ այլ ներկայացուցիչներ։ Օրակարգում դրված էր 12 հարց։ Նինոսմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց մասնագիտական հանրային ծառայողների դասակարգման, հաստիկացուցակի հաստատման եւ պաշտոնական դրույքաչափերի սահմանման մասին զեկուցեց Խորեն Ավետիսյանը։ Նինոսմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի կանոնադրության հաստատման մասին Նինոսմինդայի մունիցիպալիտետի ավականու 2018 թվականի մարտի 30-ին համար 29-ի որոշման մեջ փոփոխություն մտցնելու վերաբերյալ զեկուցեց Խորեն Ավետիսյանը։ Նինոսմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի վարչական ծառայության կանոնադրության հաստատման մասին զեկուցեց Խորեն Ավետիսյանը։ Նինոսմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի գնումների ծառայության կանոնադրության հաստատման մասին զեկուցեց Խորեն Ավետիսյանը։ Նինոսմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի էկոնոմիկայի ծառայության կանոնադրության հաստատման մասին զեկուցեց Խորեն Ավետիսյանը։ Նինոսմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի վերահսկողության ծառայության կանոնադրության հաստատման մասին զեկուցեց Խորեն Ավետիսյանը։ Նինոսմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի տարածական պլանավորման եւ ենթակառուցվածքների ծառայության կանոնադրության հաստատման մասին զեկուցեց Խորեն Ավետիսյանը։ Նինոսմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի ծառայության կանոնադրության հաստատման մասին զեկուցեց Խորեն Ավետիսյանը։ Նինոսմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի ֆինանսա-բյուջետային ծառայության կանոնադրության հաստատման մասին զեկուցեց Խորեն Ավետիսյանը։ Նինոսմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի սոցիալ առողջապահական ծառայության կանոնադրության հաստատման մասին զեկուցեց Խորեն Ավետիսյանը։ Նինոսմինդայի մունիցիպալիտետի կանանց եւ երեխաների հիմնահարցերով մունիցիպալ խորհրդի ստեղծման եւ դրա կանոնադրության հաստատման մասին Նինոսմինդայի մունիցիպալիտետի ավականու 2025 թվականի մայիսի 29-ին համար 11 որոշման մեջ փոփոխություն մտցնելու վերաբերյալ զեկուցեց Առնակ Հախվերդյանը։ Նինոսմինդայի մունիցիպալիտետի 2026 թվականի բյուջեի հաստատման մասին Նինոսմինդայի մունիցիպալիտետի ավականու 2025 թվականի դեկտեմբերի 24-ին համար 20 որոշման մեջ փոփոխություն մտցնելու վերաբերյալ զեկուցեց Աղվան Բադոյանը։ Օրակարգի հարցերն ընդունվեցին միաձայն։ Այսօր Նինոսմինդայի ավականում տեղի ունեցավ նիստ, օրակարգում ունեինք 12 հարց։ Հարցերը հետևյալն էին. քաղաքապետարանը ներկայացրել էր փոփոխություն 9 ծառայությունների ներքին կանոնադրության մեջ եւ սոցիալ բաժին ունեինք մենք ծառայություն չէր եւ ավելացրեցինք որպես մեկ ծառայություն սոցիալական ծառայություն քաղաքապետարանի ծառայությունները դարձան 10 ծառայություն։ Հաջորդը 11-րդ հարցը վերաբերվում էր Նինոսմինդայի մունիցիպալիտետի ավականում ունեինք ստեղծված խորհուրդ կանանց եւ երեխաների հարցերով, խորհուրդը ղեկավարում էր Սաքրեբլոյի նախագահան, ըստ օրենքով պահանջված էր, որ Սաքրեբլոյի նախագահան պետք է վարի։ Օրենքի մեջ փոփոխություն ենք մտցրել, հնարավորություն ենք տվել, որ ավականու խորհրդի կանանց եւ երեխաների հարցերով ստեղծած խորհրդի բոլոր անդամները իրավունք ունենան իրենք էլ նախագահային խորհուրդը։ Այդ փոփոխությունն ենք արել եւ 12-րդ հարցը վերաբերվում է Նինոսմինդայի 2026 թվականի բյուջեին, բյուջեի մեջ մասնավոր փոփոխություններ ունեինք, որոնք բոլոր պատգամավորները բոլորը կողմ քվեարկեցին եւ ընդունվեց բյուջեի փոփոխությունը 2026 թվականի հույսով ենք բոլոր մեր կողմից տարված աշխատանքները օգուտ բերեն Նինոսմինդայի մունիցիպալիտետի եւ բնակչությանը եւ մունիցիպալիտետի էֆեկտիվ աշխատանքի համար այս 10 ծառայությունները եւ իրենց նոր կանոնակարգով ավելի ու ավելի արդյունավետ կաշխատեն, որ ունենանք լավ արդյունքներ։